Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում մեկնարկել է Դեկավվա բարեգործական հիմնադրամի հարեհաս կրթական ծրագիրը։ Այն հնարավորություն է մարզի համայնքների համար կրթության միջոցով կերտելու կայուն ապագա բնակավայրերը դարձնելու կենսունակ եւ ինքնաբավ։ Հարեհաս ծրագիրը 6 տարվա ռազմավարությամբ զարգացնելու է Գեղարքունիքի մարզի 88 բնակավայրերը ու կրթելու է 3520 կանանց։ Ծրագրի արդյունքում ստեղծվելու են 40 կրթական կենտրոններ, որոնցից մեկն էլ գործելու է Զովաբեր բնակավայրում։ Դեկավա բարեգործական հիմնադրամը 1.5 տարի է արդեն գործունեություն է ծավալում։ Արցախի բռնի տեղահանման ժամանակ ենք մենք հիմնադրվել եւ հասցրել ենք 1083 շահառու ընտանիք ունենալ եւ առաջին անհրաժեշտության պարագաները երբ որ արդեն սպառեցինք, հասկացանք, որ պետք է համակարգային լուծում տանք մեր մարզերում վիճակին, ու եկանք Գեղարքունիք։ Գեղարքունիքում շատ շահառուներ ունեինք ու այդ կապն էլ բերեց մեզ Գեղարքունիք։ Եկանք սկսեցինք ուսումնասիրություններ անել։ Գեղարքունիքը շատ դժվար կետեր ունի, նախ շատ գյուղեր սահմանապահ, սահմանամերձ գյուղեր են եւ այլն եւ շատ խոցելի մարզ է ու որոշեցինք հենց այդտեղից էլ սկսենք մեր հարեհաս ծրագիրը։ 30 կին արդեն սկսել է իր կայուն ապագան կերտելու գործընթացը, հաղթահարելով առկա մարտահրավերները։ Հարեհաս կրթական ծրագրի նպատակն է կանանց դերը բարձրացնելով ծրագրի միջոցով նոր մշակույթ ձևավորել համայնքում։ Արդեն ծրագրի միջոցով վերանորոգված եւ կահավորված կրթական կենտրոնը նոր միջավայր է ձևավորել համախմբելով Զովաբերի կանանց եւ աղջիկներին։ Մենք պատրաստվում ենք այստեղ շատ համակարգային փոփոխություններ անենք։ Ոնց ենք անելու։ Անելու ենք կրթելով կանանց, ինչու կանանց, որովհետև կանայք բոլորս գիտենք, որ շատ մեծ դեր ունեն, եթե ոչ ամբողջ դերը իրենցն է, երեխաներ կրթելու դաստիարակելու մեջ, եւ մենք կարծում ենք, որ այդ շղթան ցիկլը աղքատության, ուրիշի գալուն սպասելու եւ չինքնազարգանալու, դա պետքա կոտրել հենց կանանց հետ, հենց մայրերի հետ, եւ մենք դա անում ենք կրթության միջոցով, որտեղ կրթությունը միշտ հաղթում է։ Մինչ այս մենք արդեն համագործակցում էինք որոշ առումով արցախցիների օգնության հետ կապված, որոշակի համագործակցություն ենք ունեցել, իսկ հիմնադրամի հարեհաս ծրագիրը լավագույն հնարավորությունը կստեղծի ըստիս համայնքում ավելի կայուն ապագա ու ավելի զարգացած հասարակություն ունենալու համար։ Ծրագրի նախաձեռնողները փաստում են, որ արդյունքում ակնկալվում է մինչև 176 համայնքային նախագիծ, որոնք նախապես մշակվելու են մասնակիցների հետ։ Ծրագրի ընթացքում այս կանայք կունենան նաև անվճար կրթության հնարավորություն, այդ թվում Armenian Code Academy-ում, իսկ մինչև 60%-ը նաև աշխատանք։ Այս խնդիրը լուծելու համար Re-Armenia հարթակում ընթանում է հարեհաս դրամահավաքի նախագիծը։ Մեր կանանց հետ նախագծում ենք, պլանավորում ենք ինչ-որ ծրագիր հավելյալ, որի համար սկսում ենք դրամահավաք տարբեր հարթակներում։ Օրինակ մենք դրամահավաք ենք կազմակերպում այս պահին մանկապարտեզի երկրորդ խմբի ջեռուցման համար, մանկապարտեզում այստեղ հիմա մեկ խումբ է գործում եւ շատ երեխաներ դուրս են մնում ուսումնական process-ից։ Եվ այդ պատճառով մենք որոշել ենք կանանց հետ գրել ենք ծրագիր, ընտրել ենք նկարներ, ամբողջ process-ը միասին ենք արել եւ հավաքագրելու ենք գումար, արդեն ունենք իսկ հավաքագրված եւ այդ ամենը կայանալու է։ Բազային դասընթացը տևելու է 3 ամիս եւ միավորելու է հետեւյալ բաղադրիչները՝ հիմնական դասընթացներ, նախագծի կառավարում, անգլերեն, արտ-թերապիա, ծնողավարություն։ 2 շաբաթ տևողության փուլային վերապատրաստում, ֆինանսական գրագիտություն, համակարգչային հմտություններ, մեդիագրագիտություն, հաշվապահություն, մարդու իրավունքներ։ Այն ինչ որ բուն դասընթացն է տալիս մասնակիցներին, այդ արդեն ակնհայտ է, դուք ոնց որ ինքներդ տեսաք տարբեր առարկաներ, բազային գիտելիքներից սկսած մինչև խիստ մասնագիտական հնարավորություններ ունեն, բայց այստեղ շատ կարևոր է նաև հենց գյուղացին հասկանա, որ իր սեփական համայնքում կարող է ստեղծի նոր մոդել, մի բան, որով կկարողանա եւ Հայաստանի տարբեր համայնքներից եւ աշխարհի տարբեր կետերից մարդկանց բերել գյուղը դարձնել հետաքրքրության կենտրոն։ Այսինքն բուն դասընթացները, որոնք տևելու են 3 ամիս, հետո տարածվելու են այլ գյուղերով, դրանից բացի մենք այստեղ փորձում ենք հենց այս կենտրոնում բերել տարբեր համայնքների մարդկանց, տարբեր ոլորտներից, որպես խոսնակներ։ Այսօր օրինակ ունենք միջոցառում երեկոյան, որտեղ տարբեր
չգիտեմ, կազմակերպությունների ղեկավարներ, տարբեր փորձառությամբ գործարարներ եւ այլն գալու են եւ ծանոթանալու նույն Զովաբերդի կանանց հետ, լինելու են մեկ սեղանի շուրջ, խոսելու են, ծանոթանան, քննարկեն հնարավոր համագործակցության մոդելները։ Ինչու ենք սկսել Զովաբերդից, որովհետեւ մեզ այստեղ շատ լավ ընդունել են ու փոխաշխատանք, փոխօգնության այդ մթնոլորտը շատ կարևոր է եղել մեզ համար եւ եկել ենք ու 3 ամիս կրթական process է կազմակերպված, որը հենց կոնկրետ խնդիր է լուծելու։ Այսինքն մենք գնալուց ամեն գյուղ, մենք համայնքի աջակցությամբ գյուղացիների հետ միասին գտնում ենք խնդիրը, այն խնդիրը, որ մենք կարող ենք լուծել։ Եվ աշխատում ենք 3 ամիս դրա շուրջ։ Օրինակ Զովաբերդ գյուղում մենք ունենք խնդիր մանկական զբաղվածությունը, հա, այստեղ երեխաները խմբակներ շատ չեն հաճախում, գնում են կողքի քաղաքներ, եւ մենք որոշել ենք, որ բերենք այդ համակարգը այստեղ։ Սերտ համագործակցում են Սևանի համայնքապետարանի հետ։ Ծրագիրը նախատեսում է նաև Զովաբերի մանկապարտեզի ջեռուցման համակարգի ներդրում, ինչպես նաև Զովաբերի մշակույթի կենտրոնի դահլիճի ռեստավրացում։ Այստեղ ռոբոտաշինության խմբակ է բացվելու 2 սենյակ, այս սենյակում, որտեղ հիմա ենք մենք, այստեղ գործելու են տարբեր այլ խմբակներ, որտեղ կանայք են աշխատելու, եւ մենք շատ հույս ունենք, որ կկարողանանք ռեստավրացիա անել մշակույթի դահլիճը, որը շատ մեծ մշակույթ է իր մեջ պարունակում։ Դեկավվա հիմնադրամի հարեհաս կրթական ծրագիրը միավորում է մասնակիցներին միասին մենք ուժ ենք կարգախոսով, որի շնորհիվ կարող է փոխվել բնակավայրի ու համայնքների դիմագիծը։ Հաջորդ բնակավայրը, ուր կայցելի հարեհաս կրթական ծրագիրը, դա Գեղամավանն է լինելու։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Սևան TV 1 հեռուստաընկերություն, Գեղամավոր։